Հարգելի հայրենակիցներ, այս շաբթվան Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր հերթական նիստին քննարկեց շարք կարևոր հարցեր, որոնք առնչվին Արցախի հարցի ներկայահանգրվանին, միջազգային հարթակներու վրա մեր ներկայության եւ պետական ռազմավարական ուղղություններուն։ Կառավարությունը իր խոր մտահոգությունը արտահայտեց այն հայտարարություններուն կապակցությամբ, ուր որոշ շրջանակներ կփորձեն ներկայացնել Արցախը որպես Ադրբեջանի գազմին մեջ գտնվող տարածք։ Մենք վերահաստատեցինք մեր սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի անժխտելիության վերաբերյալ։ Արցախի բնիկ բնակչության ցայնը չի կրնար խեղաթյուրվել կամ շահագործվել քաղաքական նպատակներով։ Քննարկվեցավ Զվիցերիո կողմէ նախաձեռնված խաղաղության համաժողովը, ուր ներգրաված են որոշ անձեր, որոնք իրականության մեջ չեն ներկայացնել Արցախի ժողովրդի իրական շահերը։ Մենք կպահանջենք հստակություն, թե ովքեր են այդ ներկայացուցիչները եւ արդյոք իրավամբ ունին մանդատ արտահայտելու արցախահայության ցայնը։ Մենք չենք ընդունիր, որ մեր ժողովրդի ճշմարիտ ցայնը փոխարինվի խեղաթյուրված պատկերով։ Նիստի ընթացքին շեշտվեցավ նաեւ մեր բազմամշակութային ինքնության պահպանումը։ Մենք, որպես աշխարհիկ պետություն, կհարգենք մեր բոլոր քաղաքացիներուն կրոնական եւ մշակութային պատկանելիությունը։ Այս իմաստով քննարկման նյութ դարձավ նաեւ Սրբազան կաթողիկոսին ուղերձը Արցախյան հարցին վերաբերյալ, որոնց հրապարակման նպատակահարմարությունը կառավարությունը թեր կքննարկե։ Մենք կպատրաստվենք մասնակցելու Ժնևի մեջ նախատեսված բացառիկ խորհրդաժողովին արժանապատիվ կերպով ներկայացնելու մեր ժողովրդի ցայնը։ Մեր ուղերձը հստակ է։ Մենք բնիկ ժողովուրդ ենք եւ մեր պատմական իրավունքները չեն կրնար անդեսվել։ Շնորհակալություն բոլորին նվիրվածության եւ հետեւողական աշխատանքին համար։ Մենք կշարունակենք մեր պայքարը ոչ միայն քաղաքական եւ իրավական դաշտերու մեջ, այլև բարձր պահելով մեր ազգային արժանապատվությունը միջազգային համայնքի առջև։ Շնորհակալություն։